Բարի սիրելի հետևողներ ջան, կենդանիներիս կերակրել եմ, իմ ամենօրյա գործերը արել եմ, կոֆեի ժամն է եկել, սա իմ առաջի կոֆեն է, կենդանիներին կերակրելուց հետո արդեն ինձ հանգիստ եմ զգում, դուք էլ ձեր կոֆեն դրեք, դառը կամ քաղցր, ձեր սիրած ձևով, և միացեք ինձ, հարավոտ շուտ, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք և ցույց տվեք իմ ալիքի տեղը ձեր լավ ու բարի ընկերներին, որոնք այս կյանքում մի քիչ դժվար է ճարել, չէ, լավ ու բարի ընկերներ։ Ես ձեռք եմ բերել շատ լավ ու բարի ընկերներ այս տարիների ընթացքում ինչ-որ վլոգներ եմ վարում և անչափ ուրախ եմ դրա համար և իհարկե առավոտ շուտ բոլորիդ շնորհակալություն, սիրելի հետևորդներ ջան, տրամադրությունս բարձր է, քանի որ եղանակը արևային է, ճիշտ է անձրևը հաղորդած, բայց չգիտեմ, թե օրվա որ ժամին կգա, հիմա տեսնենք, Աստված առաջ, գործերս ինձ են սպասում բազմաթիվ գործեր, հիմա առաջին հերթին, ախր բոլորը առաջնահերթ են դարձել, չգիտեմ որ մեկ առաջին հերթին անեմ, այդքան գործերս շատացել են, կոֆեն էլ սպասեմ եփվի, որը այստեղ միշտ ուշ է եփվում, և այդ առիթով կարողանում եմ ձեր հետ մեկ-երկու բառ փոխանակել, ինչպես եք սիրելի հետևորդներ ջան, ինչով եք զբաղված, ուզում եմ բոլորդ էլ լավ լինեք, լավ գործերի մեջ լինեք և բարի գործեր կատարեք, սիրելի հետևորդներ ջան, մեր մոտ գարուն էլ լիարժեք հունի մեջ է մտել, ուրախ նոտայով սկսում եմ, դա է կյանքը, մենք ենք մեր կյանքում մտցնում այն ամենը, ինչ որ մեզ դուր է գալի, մենք ենք մեր կյանքից հեռացնում վատը և մեր կյանք մտցնում ամենալավը, որ շներին պետք է դեղորայք տամ, ճիճվաթափման համար միայն դա չեմ արել, քանի որ այդպես է պետք է մի լավ թողնել շունը սովածանա, որ այդ տեղը կարողանանք հեշտ տալ իրենց, չգիտեմ թե ոնց է ստացվելու, բայց նենք չի, որ ասենք հացի պատառի մեջ այդպես չի կարելի, քանի որ պետք է այդ տեղը ինքն իրանով տանք անոթի վիճակում, շունը պետք է սոված լինի, որ տանք, երբ որ փոքր էին, ինչ շատ հեշտ էր, բայց հիմա շատ եմ մեծացել, կստացվի արդյոք իմ մոտ, նաև գնացել եմ հավերիս համար խոտ եմ հնձել, փակած եմ, դրա համար այսպես հանգիստ զրուցում եմ ձեր հետ, կոֆես եփեց սիրելի հետևորդներ ջան, և արդեն իմ կոֆեն կվայել եմ, ճիշտ է եղանակ արևային է, բայց նաև մի քիչ էլ ցրտոտ է, խնձորենիս ամբողջությամբ ծաղկել է ու այս բուրմունքը տուն է լցվում, բառիս բուն իմաստով, սիրելի հետևորդներ ջան, այնքան լավն է, տանդուռը բացել եմ, այն որ ասում ենք դռները բացեք, գարուն է գալիս, այ հիմա իսկական դռները բացելու եղանակ է, շատ համով եղանակ է սկսվել, ծխակներս երգում են և իրենց ձայնը նույնպես տրամադրում է, որ մեզ լավ զգանք, անտառները կանաչել են արդեն և առատ թթվածին են արտադրում մեր համար ու այս լավ ու բարի օրով Աստված օրհնի բոլորիս գործերը թող որ մեր սրտով լինեն, դա ինչ ես էլ գնամ իմ շների դեղորայքը տամ, տեսնենք ոնց կստացվի մոտս։ Եկել եմ տուն դեղը վերցնեմ, բայց պետք է 2 հատը տանեմ, այստեղ 4 հատ է, այստեղը 10 կիլոգրամ քաշային շների համար է, մեկ կոճակը, սիրելի հետևորդներ ջան, կտրեմ, տանեմ, որ այն մնացածը հանկարծ չվնասեմ, այս 1, այս էլ 2, սրանք էլի կպահեմ, որ 10 օրից նորից պիտի տամ, գնացինք, զանգի զանգ,
եկեք, զանգի զրանք։ Բշկուհին եկել է, բշկուհին։ Բշկուհին եկել է, զանգի զրանգի։ Սոված եք, հա։ Բժշկուհին եկել է, որ ձեզ դեղ տա, խելոք եք մնալու, հա։ Գանձեր։ Ay sireli հետևորդներ ջան, այս մեղքս գալիս է, սոված են, սովածաչելիք, հո, բայց ոնց ենք քեզ կշռի, որ իմանանք դու քանի կիլո ես, ուй, հիշում եք ինչքան փոքր էին սիրելի հետևորդներ ջան, աչքները հազիվ էին բացել, որ նվերը ստացա իմ զանգին ու զրանգին, ու հիմա այսպես մեծ շունիկներ են դարել, պետք է իրանց տեղ տամ, որ առողջ մեծանան։ Այս մեկ իրա բնավորությունով մի քիչ տարբեր է, ինչպես որ մեր երեխաներն են բնավորությունով տարբեր լինում, չէ։ Մի մոր շներ են սիրելի հետևորդներ ջան, մի մոր բերած շներ են, ցավոք սրտի իրանց մորը գելը վնասել է, չկա իրանց մերը, ու սենց երկուսին էլ պահեցի մեծացրի, երեք էլ որ են կողքի հարևանները սանցնում էին, մեկը ուզում են, արդեն իրանց ենքան եմ սովորել, չգիտեմ, կարամ տամ թե չէ, լավ, հիմա հասկանանք թե քանի կիլոգրամ կլինի զանգի զրանգը, երկուսին էլ նույն անունն եմ տալի, զանգի զրանգ, հենց որ ասում եմ զանգի զրանգ, գալիս են, վայ, չգիտեմ ոնց եմ այդ տեղը տալու Աստված ջան, բա որ կծեն ինձ, հա, արի հլա, բժշկուհուն չեք նեղացնում, չէ, են ոնց էինք փոքր վախտով տալի, այսպես բերանը բացում էինք, ու ոնց որ թե կստացվի, մի հատ արի սենց, այստեղ քեզ պահեմ, ինքը կլի 10 կիլո, ես որ իրան սենց նայում եմ, բարձրացնում եմ, մի հատ տեղը բացեմ, ջեբիսա, հա, վախում ես, արի, ոյ, արի հլա, արի մենոք, Աստված ջան, չգիտեմ թե ոնց է ստացվելու, ասա մի ջրիկ դեղ սարքեք էլի, այ բժիշկներ, հա, ոնց անենք, արի սենց, բաց բերանը, աչկերը փակ, օպ, գնաց, ապրի իմ զանգի զրանգը, դավայ, դարնա ազիզ ջան, ես մի քիչ հետո քեզ համով բաներ կտամ, մի քիչ սենց պահեմ, սիրել հետևորդներ ջան, որ տեղը լավ գնա, էլի հանկարծ լեզվի վրա կպատ չմնա, մի հատ նայեմ, սրտիկ նայեմ, սպասի, գնացել է տեղը, քիթիկը, մռութիկը, բաց բերանը, տենակ պահել ես, լեզվի տակ են խորամանկ երեխեքի նման, հա, այդ ճիճուներին սատկացնենք, որ առողջ մեծանա, զանգի զրանք, սիրու լեզուն, սիրու աչուկները, ոնց որ թե գնացել է, ապրի իմ զանգին, դե գնա, հերթը քոննա, չախալիկ, մի հատ տեղը, հա, լավներ ազիզ, Էսա մի քիչ հետո էլ ուտելիք կտամ, սիրելի հետևորդներ ջան, այս մեկը Աստծո հաջողությունով լավ ստացվեց, դե արի, տենում եք, որ բնավորությունով տարբեր է, մի քիչ, չգիտեմ, նաև ուտելու հարցում, սիրելի հետևորդներ ջան, ինքը մի քիչ բարալիկ է, Ռութիկ, դու մի քիչ թեթև ես, բայց թե տալու եմ, սիրելի հետևորդներ ջան, թե չէ, Սպասեք մի հատ, այս սենց մեր ձեռքի մեջը զգանք, տոտիկները երկար, թաթերը մեծ, խելոքս, այմ խելոքս, տեղը բացեմ, հետո իմ չախալիկին էլ տան, որ առողջ մեծանա, իս տնեմ, արի, բժկուհին եկել է, հերթը քոննա, կանձակտոր, բաց բերանը, ապրի իմ զրանգին, բաց, վայ, օպ, գնաց,
Օպ, ապրիմ խելոքը, ես ոնց է սիրտ արագ աշխատում իմ չախալիկի, ապրեն իմ զանգին ու զրանգին, մի հատ եկեք սիրեմ, որ դուք խելոք մնացիք, YouTube-ով մի խայտարակ չեղանք, արի սիրեմ, արի քոնձը, սովացեք, հա, մի քիչ սենց մնացեք, տեղը լավ գնա, ատամի տարանքում պահել ես չախալիկ, լավ, ենքան լավն են իրանց բերանից հոտ չի գալիս իրելի հետևորդներ ջան, են որ կաչած մենք շան հոտ, այդ շան հոտը իրանցից չի գալիս, ահա, հա, գնացելա, վաղ, ապրին իմ զանգին ու զրանգին, բա ես ոնց ուրիշի տամ ձեզ, Տաթև քուրիկն էլ ասելա, որ Երևանից ձեր համար շան կերա բերելու, ուրա, այսեց լավ ու համով շներ ունեմ իմ զանգին ու զրանգին, ովքեր գիտեն զանգի ու զրանգի պատմությունը սիրելի հետևորդներ ջան, գիտեք ինչքան հետարքիր պատմությունա զանգի և զրանգի պատմությունը, առասպելական պատմությունա, Այսպես, մի կես ժամից իրանց արդեն կկերագրեմ, գնամ ձեռքերս լվանամ, մաշ չեն թողնում մաքուր են, գնացի, դիարիվ կողարեք։ Բալբի ճաշը տաքացրել եմ, սիրել հետևորդներ ջան, ընդհանրապես ես ինչ որ եփում եմ կամ թխում եմ իմ շներին տալիս եմ, սխտորը մաքրել եմ, հիմա մանրացնեմ, նաև օգտակար է սխտորը, տեղը տվել եմ, ես էլ կուտել, քանի որ ես գիտեմ, ուտում են վստահ լցրել եմ, բայց ես պահին հատ չեմ փրթում, որ լրիվ ուտեն ու ես սխտորն էլ ուտեն, ճիշտ է տեղը տվեցի, բայց սխտորը նույնպես հազիվ առիթ, ու սենց բալբի ճաշում կուտեն իրանք, մեկ տալիս եմ նույնիսկ, Երբ որ սխտոր եմ օգտագործում, բայց թե դեղի գործողությունը լրիվ ուրիշ է, չէ? Սորը քամի ավերկացել, ինձ թվում է եղանակն էլ փոխվում է, այսպես տարածեմ ու կտանեմ իրանց կերի ամանը կլցնեմ, որից հետո արդեն կմտածեմ իմ սնվելու մասին, տանեմ շներից կերակրեմ, որ կարողանամ իմ համար էլ մտածել, մի համոն բան ուտել։ Եկեք զանգի զրանգ ջան, ճաշիկ աբերել բժշկուհին, մի հատ սենց վերևում լցնեմ, որ իրանք ամանին չկպչեն, ես ոնց են կրճկոտում, ճաշի հապն առել են, բայց իսկ ականից տես լավ աբուրում սիրելի հետևորդներ ջան, տակ ճաշի մեջ սխտորը, սպասի, մի կողմ ոչ չթափեք, մի անգամից չհարցակվեք, դավայ ջեն, օպ, չմ, Այդ են մեկ ոնց են ուտում, բալբի ճաշը սխտորով, այսպես սիրել հետևորդներ ջան, արդեն հանգիստ եմ, ես ես ժամերին սովոր չեմ ճաշ ուտելու, մանավանդ իրիկունովի լավ կերել եմ, ինքը թեթև ճաշա, իրիկվա համար հարմարա, բայց ես ժամերին չեմ ուզում ուտեմ, քանի որ ուզում եմ իմ սիրելի սմյուզին պատրաստեմ, թեթև սնվեմ, որ կարողանամ գործեր անեմ, կռանամ, վեր կենամ, շատ ստամոքսս չեմ ուզում ես ժամերին ծայրացնեմ, խելոքներս, մինչև վերջ ուտելու են սիրելի հետևորդներ ջան, երևում է լավ եմ դրել տեսախցիկը, կարծում եմ ճիշտ տեղ եմ տեղադրել երևում է, եկեք ես կոմ, չմ, մի լավ մաքրելու են իրանց ամանը, ենքան սպասեմ լրիվ ուտեն, ուրիշ շներ չգան էլի, պատահում է, որ շուն ա գալի, չնայած սրանք ոչ մեկին էլ մոտ չեն թողում, հա, բան ասում եմ։ Այսենց, մինչև վերջ կերամ, մինչև վերջի փշուրը, շատ լավ ա, գնացի տուն։ Անուշն էլ գնաց տուն, այ հանգիստ, իսա ճամփա եդ եմ եկել, ասիվլագամ տենամ հավերը սրավոդվա տված, են շատ ռավոդվա էլի,
կանանչը կերել են ու լավ կերել են, եդրեսիս են մտիկ անում, ինչ անեմ։ Չեմ ուզում բաց թողամ, քանի որ կարտոշկեն արդեն գետնի երեսն անգել, սխտորը գետնի երեսն անգել, չգնանք հանդեն էլի։ Այս ժամերին հատկապես իրանք չեմ հանում, բայց որ իրիկվա ժամերին եմ հանում, կողքները կանգնում եմ, չեմ թողում, հետո արդեն թարի ժամերն ալում, խատատ գալիս են թարենելում։ Հավիկ մավիկներ, այսպես, չէ։ Գնամ իլական խոտ հնձեմ վերեմ իրանց տամ սիրել հետևորդներ ջան, հետո նոր կգնամ տուն։ Այդ սառը քամին կորա, ոնց որ թե ինձ ա ճամփապուհում, որ դրսի գործերս ավարտեմ, որ անձրև գա խոտը թացան է, ինչ շատ դժվար կլի էլի թաց խոտը հնձեմ, վերեմ իրանց տամ։ Մի հատ կհնձեմ կբերեմ իրանց առաջը կլսնեմ, մի հատ է զապասումը կպհեմ, որ բանա հանկարծ անձրևը գա, ես հանգիստ էլի, մելի, դե գնացի, կուզեք ձեզ էլ տանեմ, եկեք։ Ժամը 12-ի կրներն աշանց տալի արևած, հետևորդներ ջան օրն անցակենում, եկա որ խոտ հնձեմ, այս տարածքից հնձեմ, եկո գնացող, բարև ձեզ, ավտով անցկենող, մի խոսքով, բարևն աստումնա, բարև ենք տալի, հարցը փորձ ենք հլում, հետո Մեր բանեզրից ենք անում տեսից դենից, հետո մեկս անցկենում մեր գործին, մեր ճամփ են գնում, եթե ճամփա ենք գնում։ Ինքան լավն է, մեղուն աշխատում է, այս ծաղկունքի մեջ սիրելի հետևորդներ ջան, այս կապույտ ծաղկող ծաղիկը, որ միշտ ասում եմ, այն տակրին էլ հանում եմ, դեն եմ գծում, հրես էլ ծաղկել է, դեր եմ մոտիկացնեմ, այս ուզում չեմ խոտը ոտկվի էլի, դենց վենձ լոքեր անեմ, Վերեմ շանստամ, ես ինչքան ես սիրում, ճիշտ այնքն ես մի քիչ անտեսված ծաղիկա, չենք քաղում տանում մեր ծաղկամաններում դնում, բայց ախր շատ սիրուն է ու անուշ բուրում է, նկատեցի, որ այս ծաղիկնին հավերս ուտում են, ասում եմ սրան էլ հնձեմ տանիմ հավերս ուտեն այս ծաղիկը, դե ես արդեն սկսեմ գերանդին լագանը բերել էի, հետո մի քիչ զրից հալ անցնողի հետ Այս տարածքն եմ ուզում հնձեմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ըստի փորելու, ցանելու տարածքն է, ու արդեն ըստի կարելի է մաքրել, էլի։ Ամեն ձևի խոտեր կա ըստի, այս սեզախոտն էլ է, բանջարն էլ է։ Առաջ կա ըստի բանջարն է։ Բայց գերանդիս երևի սրելու է, աչքիս։ Են մեկ ես ոնց այս լավ հնձում, բայց են բարակ խոտերը մի ուրիշ ձևի է հնձում։ Այս վերի կողն անցկենամ։ Ստի փորել տին, որ ցանքս անեմ։ Նական ես մի կուրը ստյանը սկսեմ։ Սրանգին ու սրանգին ոտիս հետ պտիտ են գալի, որ գնում եմ ետներս գալիս է։ Այսեց։ Գերանդիս պետք է սրեմ անպայման։ Այս բանջարն ինքանի մատխաշ է։ Ուտելում է մեր մատխաշ չի, բայց հավերի մա մատխաշ է։ Ես էլ հնձեմ։ Այսեց, հավիսով։ Սիրուն ես տարածքը բաց կլի։ Ես պայովնին էլ հնձեմ, չնայած մեղուն ես ծաղկի վրա վերագալի, նեկտար ու ծաղկա փոշի ատանում, բայց ստիպված եմ հնձեմ, որ ստի ցանքսը կիմանել։ Ոնց է տարբերվում է հնձելու ձենը։ Իսկ թվում է, այսքանը հերի
գիտիկ այս պահին, լավրավատ եմ, եկա առաջացավ էլի, կամ ես մի կուռը, սա ես բարակ խոտն ա դժվար հնձվում, դրամա պետքա գերանդին շատ սուր էլի, արևը դուս եկավ ամբերի տակիցը, Եղանակը հոպոպականա, մեկ ես ինչքան շատ առաջացավ, այս մի շնչումն ուտում են հավերս, ես էլ ես, տարատեսակ խոտեր ստացվեց ես հետ, նստի դնեմ, կալտի մի ետ հնձել էլի, բայց էտ արդեն կադրից դուրս կանեմ, կգամ կհնձեմ պատրաստ կլի, որ եթե անձրևը կա, ես խոտը թատ չի հնձեմ էլի, տանի, ձերնոցս չբերի էլի, ան չկա, սենց կանեմ, բանջարիկը ծասնել ոգուտ հա, սիրում, դրանից էլ արխեին անամ, կենթանին, որ սովաստուն արա ծալում, մարդն էլ անհանգիստ ալում, ինձանից շատ են կերել իրանք, բայց թե էտա, նրանք անաս ունեն, քրչուն են, պետք առաջ իրանց հապահովենք, Չել կմնա էտ էլ են մի հերթի հետ կհվակեմ կտանում Հծվեց ու կամեն ծաներ ա, կաշում է Իմ ճամպեն դեսն ասը հե գնամ ես մի կրնովը կրճաղակ հա Գնացի Եկեք տանիք տանք հավերին Հանգիստ են, այդքան էլ չեն սոված, ես ավար անհանգիստ եմ, ուզում եմ ապահովել իմ, որ նոր իմ գործը ես էլ ավելի հանգիստ անեմ էլի, շատ չեն թպրտում, են որ մին է կակուշներուն, չգիտեմ եղին ես թպրտունն ընգան, եվի հենց գիդեին դուս եմ անում, բայց մի որ խոտն էլ տե հան, ինձ թվում ա հսկանում են էլի, տենում են որ խոտ եմ բերում, Հավն էլ խելք ունի, հավի խելք հա, բայց ունի, շա, հավս կչկչում ատենաս, էդ որ վարիկն ադու ածում, շա, շա, ահա, շատ լավա, խոտն էլ տամը, Անց կենամ ուրիշ գործերի, Ոյ, կծեց, Թևքս երգարացնեմ, Ես իչքան կծեց, Այսպես, լատենանք, տեզ որ կչկչում են, սուտ են կչկչում, թե հլեացել են, հլա, Ջան, շա, լավ եմ տվում է, ինքա թավը նստած ասիրել է հետևորդներ ջան,
3 հատն էլ հերթի ա կանգնած։ Շատ լավ ա։ Էսա շատ ձուկած են։ Ես էլ իրանց բարիքը վերցնեմ ու լավ կզգամ։ Դե գնացի տուն։ Սիրելի հետևորդներ ջան, եկել եմ տուն եւ անմիջապես զբաղվել եմ ծաղիկների սխուկներով, որ ցանեմ։ Սակայն նկատեցի, որ շատ չոր են, շատ չորացած են իրենք, մի քանիսի վրա փոքր ծիլեր կան եւ որոշեցի մի քիչ թրջել։ Համենայն դեպս գոնե 1 օր թրջված կմնա։ Այսպես բանկաներ եմ բերել եւ բանկաների մեջ թրջում եմ ամեն մի ծաղիկ իր տուփը, որպեսզի չշփոթեմ փեդավորն է, այս ձևով թողնելու եմ, ահա, այս հրաշքը, սա մեկ, այս մի հրաշքը, որ նմանեցրել եմ օրխիդեայի, ահա, սոխուկները, որոնց վրա ընդհանրապես ծիլ չկար, հույս ունեմ ծիլ կտա, իսկ սրա վրա, մի քանիսի վրա փոքր ծիլեր ա երևում, մյուսը սպիտակ լիլյան է, ես նույնպես ունեմ սպիտակ լիլիա, ահա ցույց տամ տուփը, սիրելի հետևորդներ ջան, բայց իմ լիլիան, որը սպիտակ է, սակայն թերթիկները հարթ են, իսկ այստեղ կանգուր է թերթիկները, իմ մազերի պես։ Սա արդեն ճանաչելի է, թուղթը տակը չեմ թողնի, այս մեկը Գեորգինան է, որը նույնպես ճանաչելի է, եւ էլի տուփը չեմ թողնի, եւ սրա վրա փոքր ծիլ եմ նկատում, ահա, մի փոքր զգուշորեն բարձրացնեմ, այ ծիլ է տվել, բայց ուզեցի նույնպես թրջել, որպեսզի ամեն անգամ հողը չջրեմ եւ անհանգիստ լինեմ, իսկ թվում է այստեղ ջուրը քիչ եմ լցրել եւ մի փոքր էլ ավելացնեմ, ինչեւ է ջուրը խնայեմ, որ նրանց թրջեմ, հետո պակասը կլրացնեմ, սա գեորգինան, սա գանգուր լիլիան, սա օրխիդեան, սա էլ այս անունը բոլորը հոլանդական են, այստեղ գրած է Հոլանդ սելեկցիոն, հոլանդական ծաղիկներ են, սիրելի հետևորդներ ջան, որը նվեր էի ստացել Տիկին Սոնիկի կողմից։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, անցնում եմ հաջորդ հրաշքին, ահա, որը նման է ռամաշկաների, բայց տերևները ռամաշկայի նման չէ, սա լրիվ ուրիշ ծաղկի տեսակ է, որը մեր մոտ չեմ նկատել, միայն նկատել եմ, որ բոլորի վրա գրած է Հոլանդ սելեկցիոն, բայց անունները դեռևս չեմ վերցանել, այսպես հիմա բացնեմ, այստեղ այս բացվածքը մեծացնեմ, հետարքի սերներ են, ոչ արմատ կա, ոչ էլ ծիլ, սև, կլորիկ, չոր գնդիկներ են, ռամաշկան այս ձևիս էլ չի տալի, ուրեմն եկեք ասենք, որ սա ռամաշկա չէ, ոչ էլ աստրա է, հետաքրքիր է, անունը կվերծանեմ, ես մի հանգիստ օր ավելի խորը կուսումնասիրեմ եւ անունները նույնպես կվերծանեմ, սա էլ այստեղ, ճիշտ է ինքը փոքր է, կարող եմ բաժակի մեջ թրջել, սիրելի հետևորդներ ջան, բայց ուզեցի բանկաների մեջ թրջել, որ հետո վերցնեմ, տանեմ ցանելու, չանհանգստանամ, թե բաժակս կկոտրվի, բանկան եթե կոտրվի, ոչինչ, այսպես, ինչ հետարքիր այս գնդիկները, ամեն դեպքում շատ չոր է եւ ուզում եմ թրջել, ահա տեսեք իր չորությունը նկատելի է, թեթևակի ջուր, այս բոլորը երբ որ կպատրաստեմ, կտեղափոխեմ լուսամուտի մոտ, լուսամուտի գոգին կդնեմ, բայց ոնց որ թե դրան այս փոքր բանկան սրա համար էի բերել, քանի որ գիտեի, որ այստեղ փոքր է, տեղավորեմ այստեղ, քանի որ այստեղ մի քիչ ավելի շատ են սոխուկները, այսպես, եւ հիմա հաջորդ հրաշքն եմ բացում, ինչի նմանեցնեմ, սիրելի հետևորդներ ջան, բազմաթերթ,
Եվ աննկարագրելի ներբություն, գեղեցկություն։ Սոխուկները շրջեմ այս պատրված տեղով բացեմ, արդեն նայել եք վլոգը, գիտեք, թե ինչ է, որ այստեղ բացված է։ Հետարքիր սոխուկներ ունի, այսենց, բրգաձև, 4, 5, 6, 7, վայ, ես մեկը ծիլ ունի, շատ լավ է, էլ չեմ հաշվում, շատ է, ցանելու ժամանակ կհաշվեմ, հատուկ տետրեմ վերցնելու, գրանցումներ անեմ, որ տեսնեմ, որ ծաղիկը երբ է ծլել, քանի սոխուկից, քանի հատ է ծլել, ահա, այ քեզ հետարքիր, և նորից, իրել հետևորդներ ջան, որպիսի չշփոթեմ, նույն ձևով մի խոսքով։ Վաղը միասին ստուգումներ կկատարենք, մնաց այս մեկը, այս մի հրաշքը, որի տերևները նման է լիլիայի, ավելի ճիշտ իմ նարցիսների տերևների նման է, ծաղիկը բազմաթերթ է և ինչ որտեղ նման է մեր հայկական ձնծաղիկին, այսպես, նորից իր այս պատրվածքով դուրս հանեմ, շատ կուզեի, որ այս լավ լիներ ու արդեն սկրեպներից կհանեի սոխուկները պահելու համար, նույնիսկ չգիտեմ, սոխուկները պետք է հողի մեջ թողնեմ, թե ամեն տարի պետք է սոխուկները հանեմ, ինչոտ ուսումնասիրություններ են պետք, և իհարկե տիկին Սոնիկի հետ կապի մեջ կլինեմ, իրենից հարցումներ կանեմ, այսպես, բոլորը լցրի, բայց սա մի տեսակ, տեսնեմ ինչ ահա, հա, ինքս այդ սոխուկ կա, բայց մեջը չոր, կլոր գնդի կա, հիմա չգիտեմ, հանեմ դրա մեջից, պատյանի մեջ հա, հա, երևի կհանեմ այդ պատյանից, բայց ավելի լավ է, չվնասելու համար, հանկարծ չվնասեմ, համասում եմ, հանում եմ այդ պատյանը, ամեն դեպքում, այս մեկը ոնց որ փչացած է, ահա, այ, սենց մի տեսակ բորբոսնած ասա, լավը չեր, այս մեկը պինդ է, այ լավ պինդ է, ես էլ է պինդ, այսպես, պինդ է, էլ պատյանը չեմ հանում, միայն պնդությունը ստուգեմ, և արդեն ես էլ թրջեմ նույն ձևով, այսպես, նաև պետք է սերմորանքները թրջեմ, դդումները, քանի որ ամեն մի սերմորանք ցանելուց առաջ պետք է թրջել, ես այդպես եմ հասկացել, սիրելի հետևորդներ ջան, հիմա ես սրան կհավաքեմ, կտեղափոխեմ լուսամուտի գոգին և իմ համար մի որևէ համովություն կպատրաստեմ, բոլորին ապահովել եմ, բացի ինձ։ Հերթը հասել է ինձ վերջապես, սիրելի հետևորդներ ջան, նա ինչ լվացել եմ և ուզում եմ իմ համար սմյուզի պատրաստել։ Այսպես։ Այս անգամ այս եղանակով
մի կողմ եւ այս բաժակով բլենդի մեջ եմ պատրաստելու եւ հիմա այդտեղ լցնեմ։ Հենց որ սա կվայելեմ, արդեն նոր թարմություն կստանամ եւ իմ գործերը կշարունակեմ, սիրելի հետևորդներ ջան։ Ու քիչ անց նոր ձուկ կպատրաստեմ, բուսայուղի մեջ ուզում եմ կարմրացնել եւ անուշանել։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, քանի որ միշտ ասել եմ, որ մեղր եմ ավելացնում, ավելի ճիշտ 2 անգամ է արդեն ասել եմ, որ սնյուզի եմ պատրաստել եւ մեղր եմ ավելացրել, սակայն ցույց չեմ տվել։ Հիմա այստեղ մի փոքր ջուր, մի փոքր եւ մեղր։ Այս չափի։ Կանոկի կարիքը չեղավ, ինքը լավ իջնում է։ Եվ արդեն այս եղանակով պատրաստում եմ սմյուզին։ 1-2 պտույտից, ահա, այս տեսքն է ընդունել։ Ես իմ սմյուզին արդեն պատրաստել եմ եւ անհամբեր ձևով սկսել եմ վայելել։ Դուք էլ մի համով բան պատրաստեք ձեր սրտով, վայելեք, նոր էներգիա ստացեք եւ անցեք ձեր մյուս գործերին։ Անձրևը սկսվեց, սիրելի հետևորդներ ջան, ինչքան ճիշտ վարվեցի, որ հավերիս համար էլի խոտ հնձեցի ու էլի հնձեցի, պատրաստում եմ։ Շատ ավելի լավ։ Հիմա վայելեմ փափուկ ու թեթև գարնանային անձրևը։ Սոխակները երգում են, նաև արևա ու նման դեպքերում մենք ասում ենք գիլածնուկա։ Ովքեր են ասում գիլածնուկա, երբ որ արևոտ եղանակի անձրև է գալիս։ Զանգի զրանք։ Բժիշկուհին եկել է։ Բժիշկ եք մեր տուն, շատ հիվանդ է մեր կատուն։ Մի մոտ մի ծուղ որոտեին աշուտ ոտքի կկանգնի։ Ուրեմն սիրել հետևորդներ ջան, որոշ ժամանակ անցել, ասեցի պետք է նա այդ ձուկը կարմրացնեմ։ Եկել ինչ տեսնեմ, որ սառնանում այդ ձկի գլուխները կտրել եմ, սենց ափսեի մեջ պահել եմ, որ իմ շներին տամ։ Բայց քանի որ այսօր բժշկուհին իրանց դեղատվել, սա հետ էր ընկել ու հիմա գտավ, այս ինչ եք անում ինձ, հա, դե դավայցե, պատրաստ եք ձուկն ուտելու, ուշտեն ամեն ձևի, այդ ճաշից հետո էլի ուտելիք եմ տվել կերել են, մի քիչ առաջ ջուր էին խմում ու հիմա ձուկն եմ տալիս, օպա, կարակ օթից բռնեք, դավայ, ես մեկը քեզ, ըհը, Այդ մեկը քեզ, աղբերափայ, ահա, սյո, ամեն ինչ արդեն պարզա, կարող չանան իմ զանգին ու զրանգին ու արդեն ավելի առույթ կզգան իրանց, դե զանգի զրանգի հերթը իմն է, Կրակ ուզում եմ շատ մարմանտի վրա թողնել, որպեսզի կարողանամ համ զրուցել, համ էլ գործես առաջ տանել, եկել եմ ձուկը կարմրացնելու, այսօրվա իմ օրը շատ հետաքրքիր անցավ, շատ բազմաժանր վլոգ ներկայացրի ձեզ, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ դուք էլ ինձ հետ ճպտացել եք, ինձ հետ պտտվել եք իմ գործերի հետ միասին մասնակից եք եղել, իսկ հիմա անցնեմ իմ գործին, մի համով բան եմ ուզում պատրաստել, ձուկն եմ ուզում կարմրացնել, ահա այստեղ ալյուրն եմ բերել, որպեսզի ալյուրով թաթախեմ, ձուկը պիտի մանրացնեմ, կիսեմ, շատ կիսել պետք չէ, ինքը մի քիչ փոքր ձկներ են, ահա, գլուխը կտրել եմ 3, բայց պոչերը չեմ կտրել, հիմա մկրատ վերցնեմ, խոհանոցային մկրատ,
Եվ այդ պոչիկները, թևիկները նույնպես կկտրեմ, որ կարմրացրած վիճակում էլ ավելի հաճելի լինի։ Մարդիկ կան, որ սա թողնում են, իրենց դուր է գալիս, քանի որ հատկապես, երբ որ ալյուրի մեջ կարմրացնում ենք, սրանք դառնում են ավելի խրթխրթան եւ մի տեսակ դուրեկան է լինում։ Ես էլ որ փոքր էի, շատ դուր էր գալիս, բայց հետո արդեն այս ձևով եմ վարվում եւ այս ձևով եմ կարմրացնում, ահա, եւ ավելի գեղեցիկ է դառնում մեր սնունդը։ Թավան արդեն տաքացել է, շուտով բուսայողը կլցնեմ։ Աղ եմ արել, նոր եմ դրել սառնարանում, 3 երեկոյան, երբ որ մաքրեցի։ Այսպես միայն կկիսեմ, 2 մասի կբաժանեմ, շատ որակով ձուկ էր իսկապես, սիրելի հետևորդներ ջան, եւ իր քստերը դուրս չի եկել, լավն է։ Հիմա բուսայողը լցնեմ եւ վլոգի մեջ պատրաստեմ։ Թեպետ եւ վլոգս երկարեց, բայց հաճելի է երկարել եւ գիտեմ, որ դա ձեզ շատ է դուր գալիս, բոլորդ ուզում եք, որ այդպես լինի։ Քանի որ մյուս ձկները նույնպես պետք է այդ թևիկները, պոչիկները կտրեմ, առայժմ ձեռքերս ալյուրով չեմ ուզում անեմ եւ նույն ձևով հաջորդ ձկները։ Այս մեկը մի քիչ մեծոտ է երևում, ամեն դեպքում մի քիչ տարբեր չափերի են, ահա այսպես, հեշտ ու արագ։ Ես բացում եմ փորը եւ փորի մեջ նույնպես ալյուրապատում եմ, այսպես ավելի համով է լինում։ Եվ արդեն թավայի մեջ։ Այս եղանակով պատրաստելը, երբ որ մի քիչ շատ ենք պատրաստում, եթե մնում է սառում է, ապա հաջորդ օրը նույնպես շատ համեղ է լինում։ Ես էլ որպես զբաղված մարդ 3 հատ պատրաստեցի, որ պատրաստի ուտելիք ունենամ։ Երկու երեսներ լավ կարմրել է եւ զգուշորեն հանում եմ, որ չբացվի, այսինքն սիրուն մնա։ Անջատեմ գազը։ Այո, այնտի։ Ուտելիքի գեղեցիկ տեսքը նույնպես նպաստում է, որ հավեսով ուտենք, չէ՞։ Սոխը օղակ, այսպես բացեմ վրան։ Ձեռքի տակ եթե կանաչի լիներ, կանաչի կցանեի, համեմ, սամից շատ հարմար է լինում։ Եվ մարոլի տերևները նույնպես շատ հաճելի է լինում, կանաչ կամ կարմիր։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, պատրաստ է կարմրացրած սիկա ձուկը։